Ողջույն սիրելիներս, ինչպե՞ս եք։ Ես լավ եմ եւ իհարկե ինչպես միշտ նույնը ձեզ եմ ցանկանում։ Հուսամ, որ դուք նույնպես լավ եք եւ շարունակեմ հերթական վլոգս։ Սիրելիներս, բոլորիս բարի լույս։ Օրը կեսօր է արդեն։ Այսօր ապրիլի 9-ն է եւ խնդրեմ ինչպեսի եղանակ։ Կարոտել էինք ձմեռին, կարոտել էինք, վայելեցինք մի ամիս արևը, վայելեցինք, տեսեք ինչ է կատարվում, թուղ, պամպամած, անձրև չկա, բայց ձյուն կա, ծաղիկները մնացին ձնի տակ, եկեք ցույց տամ, սկսվեց հերթական ձմեռը, ձյունը, այստեղ նույնիսկ ասում եմ մայիսի 1-ին է ձյուն գալիս, խնդրեմ, գեղեցիկ, ապրիլյան եղանակ, чистый четверг сегодня, 4-րդ օրն է, ռուսները զատիկից առաջ միշտ чистый четверг են անվանում, մաքրություն են անում, չգիտեմ, մի խոսքով, ես էլ եմ որոշել մաքրություն անեմ, բայց ինչպես տեսնում եք, անիմաստ է պատուհաններ լվանալ, նորից ջուր է ծլլում վրան, իմաստ չկա, այս անձրևներ ձները կանցնեն, ես էլ մի տենց առողջություն չունեմ, նոր կմաքրեմ, ծաղիկներս վատ վիճակում չեն, մնում է մի քիչ ջրեմ թարմանան, խոհանոցում ամանչամանս լվացել, հավաքել եմ, մնացել այս թափթված բաները հավաքեմ, մի քիչ դասավորեմ, կարտոֆիլ եմ մաքրել, շուտով ճաշ կեփեմ, հեսա կասեք պոլերն է լվանալու մաքրելու, այնտեղ ուզում եմ հարթուկ սկսեմ, շորերը հավաքեցի, տարա դիվանին դասավորեցի, հիմա սեղանը կբացեմ, այսօր այսպիսի օրենք ունենալու, որ գործի չեմ գնացել այսօր, մի քիչ տնային գործերով զբաղվեմ, չգիտեմ, առողջականս էլ են չի, ինչպես միշտ, ինչքան էլ որ լավ եմ, պիսոն դամաշնիկս կրծելով բերել է հաստրել ստեղ, պիսյո, մեր պիլասոսը փչացել է, ստիպված անցել ենք մեր հին պիլասոսին, ուբորկաս ավարտել եմ, այսօր արդեն ամսի 10-ն է, ռուսների մոտ նախատոնական օրեր են համարվում, կոչվում է Strasная Пятница, հա, ու շարունակում ենք, նու կամ Великая Пятница, տենց են ասում, չգիտեմ ինչու, շարունակում ենք, բարի լավ առավոտ է սկսվել, սուրճ եմ աղում, որ շարունակենք սուրճ խմենք, ինչպես գիտեք, միշտ թարմ սուրճ եմ ունենում աղացած եւ շարունակում եմ օրս ձեզ հետ սիրելիներս, մի քանի օր կներկայացնեմ այս վլոգում, ինչպես եմ եղել, ինչ եմ արել, ինչով եմ զբաղվել եւ հերթական իմ վլոգի շարքը կլրացնեմ այս գեղեցիկ տեսանյութով։ Իսկ մինչ այդ կխնդրեի, եթե ձեր համար դժվար չէ, փորձեք լայքել, գրանցվել եւ իհարկե մեկնաբանել իմ տեսանյութերը, ինչի համար ես ձեզանից շատ շնորհակալ կլինեմ եւ քանի որ ձեր մեկնաբանությունների արդյունքում է, որ ես հասկանում եմ, թե որքանով է ձեր համար հետաքրքիր իմ եթերները, իմ վլոգները, իմ տեսանյութերը եւ իհարկե այն ամենը, ինչ ներկայացնում եմ ես ձեզ։ Այսուհետ որոշել եմ, որ մի քիչ ավելի շատ կկենտրոնանամ վլոգների վրա, քանի որ ժամանակս բավականին սուղ է։ Ուղիղ եթերները մի քիչ որոշել եմ պակասեցնել, քանի որ ահավոր շատ է ժամանակ տանում եւ հետաքրքրությունն էլ է կորցրել մի տեսակ ամեն ինչը։ Շարունակեմ վլոգը, սա էլ այն հանրահայտ, ինչպես ասում են բոլորի կողմից սիրված միանգամից թավայի մեջ պատրաստված բիսկվիտն է, որը ես էլ փորձեցի պատրաստել, շոկոլադե խմոր է արված եւ իհարկե տեսնեք շարունակությունը, տեսնենք ինչպես է ստացվում։ Բացեցինք, չոփով փորձենք հենց մեջտեղից։ Ինձ թվում է մի քիչ կարելի էր թողնել։ Արդեն չոփը չորա դուրս գալիս։ Այք ինչ լավ է թխել։ Սպունգի նման բարձանում է։ Բա որ սենց լավ է լինում, խենք չարչարվում, դուխովկի մեջ սարքում, նայեք, լրիվ թխած է, ընտիր։ Դե իսկ հիմա վայելենք մեր համեղությունը մի բաժակ սուրճով։ Ինչ ասեմ սիրելիներս, մի անգամ եւս կխնդրեի, եթե դժվար չէ գրանցեք իմեջին եւ գրեք ձեր մեկնաբանությունները, հետաքրքրությունները, որպեսզի հասկանամ հետագա գործունեությունս ինչպիսին դասավորեմ, հա, ինչ է ձեզ հետաքրքիր եւ ինչ նկարեմ։ Այստեղ արդեն ապրիլի 11-ն է եւ իհարկե օրը շաբաթ է, գնում եմ աշխատանքի ու անցնում եմ եկեղեցու մոտով, տեսեք ինչ է կատարվում, հերթ են կանգնել մարդիկ, իհարկե նախատոնական է, եղանակն էլ անձրևոտ։ Նկարել եմ զուտ հատուկ ձեր համար, մետրո Նեկրասովկայի մինչև մյուս մետրոյի մուտքը եկեղեցի կա այստեղ, միշտ իմ տեսանյութերի մեջ տեսած կլնեք,
մետրոն Նեկրասովկայից մինչև այդ եկեղեցու մուտքը հերթ է։ Երևի թե մի քանի 200-300 մետր տարածք լինի։ Ժողովուրդը այդքանը հերթ են կանգնում, որ Պասխայից առաջ մտնեն եկեղեցի։ Ողջույն սիրելիներս, ինչպե՞ս եք։ Ես լավ եմ եւ իհարկե ինչպես միշտ նույնը ձեզ եմ ցանկանում։ Ուզում եմ, որ դուք նույնպես շատ լավ լինեք, իդեալական, ուզում եմ մի քիչ մեր եղանակը ձեզ ցույց տամ։ Անձրևոտ է, բավականին, նայեք շաղ անստել հավտոյի վրա, այստեղն էլ նայեք։ Խնդրեմ, թաց եւ անդուր եղանակ, բայց տրամադրությունը շատ լավ է։ Տրամադրությունս լավ է, որովհետև եկել եմ աշխատանքի, գործերս ավարտել եմ, ամեն ինչ արել եմ, այն որ ասում ամեն ինչ գլատկի է։ Շատ լավ է եւ շատ ուրախ եմ։ Շատ գոհ եմ այսօրվա օրիցս, գործիցս, եղանակն էլ կհամբերենք, որովհետև Փառք Աստծո ոտքով չեմ, մեքենայով եմ, մեքենան տաքանում է, ոտս չոր գնում եմ գործի գալիս եմ, ինչի համար շնորհակալ եմ իմ բախտից, որ ես ունեմ նման հնարավորություն, շնորհակալ եմ Աստծուն, որ ամեն օր կարողանում եմ արթնանալ, վեր կենալ, քայլել, նստել եսի մեքենայի մեջ եւ գալ դեպի աշխատանքի։ Ինչը նույնիսկ բոլորիդ կցանկանայի, որ բոլորդ էլ ունենաք նման հնարավորություն, ունենաք ձեր ինքնուրույնությունը, ունենաք ձեր հնարավորությունը, ունենաք նման գեղեցիկ հնարավորություն։ Գիտեք, վերջերս բավականին շատ ինչի համար եմ ուզում այսպես խոսում, կուզեմ բոլորդ էլ միշտ շատ լավ լինեք եւ ունենաք ամեն ինչ, որպեսզի զգաք ու հասկանաք ինչ է նշանակում ազատություն, անկախություն ունենալ ամեն հարցում, հա։ Ուրեմն վերջերս բավականին շատ եմ, ճիշտն ասած մի քիչ խնդիրներ, հոգսեր ունեմ, բավականին շատ եմ ընկալվել իմ այդ հոգսերից, իմ այդ գործերից մեջ ու մի տեսակ մոռացել, որ ես ջահել եմ, որ շուրջս շրջապատ կա, շուրջս բնություն կա, նայեք ինչ գեղեցիկ է, կյանք կա, ամեն ինչ համ ձեզ հետ խոսում եմ, համ նայում եմ դեպի դուրսը, հա մեքենայից, ամեն ինչ շատ գեղեցիկ է, ամեն ինչ իր հունով ընթանում է, հիմա այս էկրանը շրջեմ, դուք ինքներդ կհամոզվեք։ Խնդրեմ, տեսնում եք, ամեն ինչ իրեն հունով է ընթանում, էկրանը մաքրեցինք, մեքենաները քշում են, գնում են, գալիս են, կյանքը ամենուրեք նույնն է, ինչպես ասում են, կյանքը կանգնած չէ, բոլորը երթևեկում են, մարդիկ գնում են, գալիս են, շփվում են իրար հետ, ինչ ուզես անում են, զրուցում են, չգիտեմ, շարժ կա, կենթանություն կա, իրենց շունիկների հետ են դուրս գալիս, իրենց բալիկների հետ են դուրս գալիս, մի խոսքով, շուրջս կյանք կա։ Շատ եմ անցել հոգսերի, խնդիրների միջով, դժվարությունների միջով, երեխաներ ես մեծացնում, քո հասակին ես դարձնում, հետո սկսում ես նրանց հոգսերով, խնդիրներով ապրել, ճիշտ է դեռ չեմ ամուսնացրել, որ տենց շատ խիստ հոգսեր ունենան, բայց ամեն դեպքում յուրաքանչյուրը իր համար առանձին անհատ է, յուրաքանչյուրի հետ ապրումներ ես ունենում իր էմոցիաների, իր խնդիրների եւ իր, ինչպես ասում են, վերելքների համար այդ էմոցիաները լինեն դրական, բացական, թե ինչ կան եւ դու ապրում ես, հա, այդ էմոցիաները պետք է ուղղակի գնահատենք ինքներս մեզ, պետք է ես ինձ գնահատեմ, ես ինձ եմ ավելի շուտ խորհուրդ տալիս, միգուցե այս խորհուրդս էլ ինչ որ մեկին օգտակար լինի, պահի տակ, որ տխուր նստած լինի, վեր կենա գնա իրան հավաքի, սիրուն դեմքը ձարքի կարգի, մի խոսքով հիմա ինչ եմ ասում, աշխատանքից տուն եմ գնում, որոշել եմ այսօր ես էլ ինձ խնամեմ, խնամքի պարագաները, որը որ կոսմետոլոգիչսկի պրոֆեսիոնալ է, որը որ արվում է սալոններում, համենայն դեպս ես ունեմ հնարավորություն, որ ես տանը դա անեմ, խնամքիս պարագաները այստեղից վերցրեցի մի որոշը, ուզում եմ գնամ տուն եւ ձեզ հետ միասին, ձեզ հետ կիսվելով մի ինչ որ հետաքրքիր խնամք, որը կտա նոր գույն, նոր տեսք, նոր փայլ մեր մաշկին, իմ մաշկին, խնամեմ, քանի որ շատ ուշուշ եմ անում նման խնամքներ, դե իհարկե ամենօրյա լվացում ենք, այդ մաքրում կրեմ ենք կսում, բայց դա չէ խնամքը իմ ասելով, այլ պրոֆեսիոնալ խնամք, որը ասենք ամսվա մեջ մի անգամ ամենակիչը պետք է ունենանք դեմքի
խոր մաքրում, հա, այսպես կոչված, մաշկի, դեմքի մաշկի խորացված մաքրում։ Վերևի ռոգավոյ սլոյը, վերևի այդ ծերացած շերտը, չորացած շերտը, հնացած շերտը, որը արդեն մեռուկացած բջիջներ է համարվում, դա պետք է անպայման ամիսը մի անգամ, ամենակիչը ամիսը մի անգամ ուլտրազվուկավոյ ապարատի օգնությամբ մաքրվի։ Եթե դա չի մաքրվում, ապա շատերը եք նկատել, հա, որ sense ձեռք քսում եք դեմքը կամ ձեռքը քսում եք ձեր մաշկին, մի տեսակ կեղտ է հավաքվում։ Մենք էլ ասում ենք, վայ, կեղտում մտել եմ, գնամ լողանամ փոշի, փոշի չի, ժողովուրդ։ Փոշու հետ շաղաղված մեր մաշկն է, որը անընդհատ կատարում է ռեգեներացիա, անընդհատ վերականգնողական հատկություն ունի, փոխվում է, աճում է մեր մաշկը անընդհատ։ Այդ մաշկը վերին շերտը արդեն անիմաստ է, անօգուտ ու ոչ պիտանի։ Վերին շերտը պետք է անընդհատ աշխատենք մաքրել, թե չէ, եթե չլողանանք, եթե սկրաբներ չօգտագործենք, եթե ինչ-որ շոտկաներ, փուզաներ, չգիտեմ, վերջը ինչով եք լողանում, ինչով եք մաքրում ձեր մարմինը, եթե դրանք չօգտագործենք, իհարկե որ մեր մաշկը անընդհատ կունենա բորբոքային պրոցեսներ, կլինի բորբոքային պրոցեսներում, կշատանան բորբոքային պրոցեսները, քանի որ կփակվեն հիմնականում մաշկի ծակոտիները։ Եվ այսպիսով գնանք տուն ու մի էլի հետաքրքիր էքսկլյուզիվ, ինչ հնարավոր չի ձեզ ցույց տված չլինեմ ինչ-որ մի պրոցեդուրա արդեն, բայց կանենք նման մի հետաքրքիր պրոցեդուրա։ Ձեզ հետ միասին գնանք տուն, սկսեցի որտեղից, հասա որտեղին, գնանք տուն ու այդ պրոցեդուրան միասին կատարենք։ Այսօր օրը ուզում եմ նվիրեմ ինձ, իմ դեմքի խնամքին եւ посвящаю день себя, հա, իմ կյանքին։ Ու նաև ձեզ հետ կիսվեմ իմ օրով, իմ տրամադրությունով, շատերն ասում են ինչ կա խոսելու, ինչ ունենք խոսելու, առիթ չկա խոսելու, թեմա չկա խոսելու, ժողովուրդ ջան, որ ման գանք թեման լավ էլ կլինի ու կստացվի։ Հիմա ես թեմա եմ գտել, ձեզ հետ զրուցում եմ։ Խնամեք ձեզ, խնամվեք, խնամված լինեք եւ որ շուտ չծերանաք, այսինքն չգնաք սկսեք երեսներդ սրազու սրսկումներ անել, պրոշներ ուռացնել, ձեր դեմքը բուժեք, առողջ լինի, շարունակում եմ, առողջ լինեք, բուժված դեմք ունենաք եւ այլևս ոչ մի բանի կարիք չեք ունենա։ Հիմա շարունակում եմ ճանապարհս, գնացինք, մեքենան տաքացավ, բավականին երկար ժամանակ էր արդեն մարդկոցը աշխատում էր։ Շարունակում եմ ճանապարհս, գնանք տուն։ Բուրգենչիկս ինձ է սպասում, լավ գիտեք մեր Պիսոն, մեր շատ սիրելի Պիսոին, բոլորս եք ճանաչում, բոլորդ եք ճանաչում, սովածա, հետո էլ սկուչայետ, ոչ միայն ինձ է սպասում, որ սոված է, այլ նաև նրա համար, որ շատ կարոտում է, ինքը սովոր է, որ անընդհատ հետը խաղանք, անընդհատ հետը խոսենք, ոնց որ փոքր երեխա լինի, գնդակը գլորում ենք, վազում է բերում է, մի խոսքով սովորացրել ենք, որ ինքը մենակ չպետքա լինի ու դրա համար գնամ հասնեմ բուրգենչիկիս, այսպես կոչված։ Իհարկե որ տնեցիները արդեն տանը չեն, աշխատանքի են դուրս եկել, գնացինք ժողովուրդ ջան, ամուսինս առավոտներն է գնում աշխատանքի, տղաս էլ կեսօրին կամ կեսօրից հետո է աշխատանքի ու այդպես։ Այսինքն հիմա տունը դատարկ է, տալու եմ տեսնել Պիսոս ու ժամանակս վայելել։ Տները հավաքած է, ճաշ ունեմ եւ հաց պատրաստած, միգուցե ինչ-որ մի թեթև բան ձեզ հետ նորություն կպատրաստենք ու կշարունակեմ վլոգս, կշարունակենք եւ կանենք մեր հերթական ուխոդը, ամիսը մի անգամ գոնե անենք խորացված մաքրում, որը ձեզ հետ անպայման կկիսվեմ, որովհետև ուզում եմ այս անգամ ուլտրազվուկավոյ չիստկան ձեզ ցույց տամ։ Իհարկե որ ցույց եմ տալիս մի քիչ ավելի տնական պայմաններում, թե ինչպես կարելի է դա կատարել հենց տնական պայմաններում։ Սալոնում բոլորը գիտեն ինչպես կատարվի, իրանք գնում են պարկում են, կոսմետոլոգը կատարում, ամենալավ ձևն է, բայց նային պայմաններում ոչ մեկ չգիտի, թե հա ինչպես կարելի է կատարել։ Մոսկվայում ընտրեմ գնացինք, մարշրուտկային ճանապարհ տվեցի, այսպես, այնպես նկարում եմ, որ հետո մոնտաժի կարիք չլինի, կարողանամ տեղադրել, ասենց տեսեք,
ամբողջ օրը այս գործին եմ գնա արի, հետ եկեղեցին, այ մինչև նայեք, մինչև հիմա հերթ է եկեղեցու մուտքի համար եւ իհարկե ես չալարեցի մի անգամ եւս ձեզ նկարեմ, շատ հարգում եմ այս ազգի հենց այդ հերթ կանգնելու սովորությունը, որ իրանք իրոք շատ մալադեց։ Սիրելիներս, ինչ եմ այդքան ուզում ասեմ, ես արդեն տուն եմ հասել, հա, ճանապարհին մտավալ բերիս, գործիքները, կոսմետոլոգիական գործիքները, ինչ են ասում, ախտահանելու համար վերցրել եմ այս հեղուկը, վերցրել եմ նաև գործիքների համար ժուրնալ, որի մեջ իրենց գրանցումներ են կատարում, թե ինչպես մի անգամ առանձին գեղեցիկ տեսանյութ կնկարահանեմ, ախտահանման ժամկետն ենք գրում, օրերն ենք գրում, այդ ինդիկատորա կոչվում, հա, այդ ամեն ինչը մեջ տեղադրում ենք, ուզում եմ ձեզ բացեմ, ձեր հետ բացեմ ցույց տամ, այս ինչ են դրել, հետո մի հատ փիսիկով նկար ինչ-որ մի բան, իրանց շտրիխ կոդն է խանութի, ու մի հատ էլ խարտոց են նվեր դրել, одноразовый խարտոց, թե ումա պետք ինչի համար չգիտեմ, հեսա հանեմ տեսնեք, այսպես, այս ուղղակի նվիրել են, հիմա ուզում եմ ձեզ հետ բացեմ, տեսնենք ինչպիսին է, շատ եմ սպասել այս զակազին, եկել է հասել է ինձ, իմ կաբինետի համար եմ գնել և վերջ կոմպլեկտի մեջ ժուրնալ, մարկեր և իհարկե բոլոր դոկումենտացիաները մեջն է, ուրեմն ինչ ենք անում, ժուրնալների մեջ բացում ենք ինստրուկցիան գրած նախ ինչպես օգտագործենք ժուրնալը, հետո ես հիմա ձեզ ցույց կտամ, ովքեր տեղյակ չեն, թող իմանան, որ այսպիսի բան էլ է լինում, վաղ գնալու եմ եղուններս սարքեմ, այսպես անշուք առայժմ, ուրեմն գրում ենք դատան, գրում ենք մարկա նոմեր ստերիլիզատորա, ինչի մեջ ենք ստերիլիզացիա անում, գրում ենք ուրեմն ստերիլիզуемые изделия, наименование, թե տվյալ կրաֆտ պակետի մեջ ինչ կոնկրետ, ինչ ասենք 2 հատ պինցետ, մի հատ մկրատ, նայած թե ինչ կարգի գործիքներ եք օգտագործում, հաջորդը ինչ է այստեղ գրված, քանակը, ուպակովկայի քանակը, որովհետև մեկ ուպակովկան պետք է ուղիղ տեղադրված լինի, հա, մի պոլկայի վրա պետք է լինի 2 կամ մաքսիմում 3 հատ կրաֆտ պակետով փակված, նայած թե ինչ կարգի ստերիլիզատոր է, ինչ չափի, ստերիլիզատոր կա, որ մեջ ընդամենը մեկ տուփ է տեղավորվում, մեկ կրաֆտ պակետ, հա, այդպես շարունակեմ, հետո ինչա գրած, давление, ռեժիմն է գրած, давление, տեմպերատուրա ինչ չափով եք դրել, ինչպիսին է եւ վերջապես տեստ կոնտրոլ, ուրեմն ինչա գրած, խիմիչեսկի, տերն արդեն բիոլոգիչսկի, թե ինչպիսի տեստեր ենք արել եւ ինչպես ենք ստուգել, թե որքանով է մաքուր ու պատրաստ։ Եվ վերջի պունկտը podpis, ստորագրությունը տեսնում։ Այստեղ ինչեր ունենք, բացի այդ, հա, որ այն որ սերտիֆիկացված ապրանք ենք գնել, ու այստեղ տված է ժուրնալի համար ինդիկատոր տված։ Սրանք էլ հենց այդ տեստերն են, հա, այդպես կոչված բիոլոգիչսկի եւ խիմիչսկի, մի խոսքով իրենք սամոկլեյուշի են, կպցնում ենք ժուրնալի վերջում, քանի որ տեղադրում ենք սկզբից ստերիլիզացվող սարքի մեջ, հետո գույնը փոխվում է եւ իհարկե փակցնում ենք ժուրնալի վերջին այդ մասում, որպեսզի ապացույց լինի, որ դա այդպիսին է եղել եւ այդ օրվա տեստը ահա անցել է, համապատասխանում է, թե չի համապատասխանում նորմային։ Հիմնական պատճառը օգտագործման դա է։ Ինդիկատորը արդեն ուրեմն նրանք մեջը ստերիլիզացված են եւ պատրաստ են։ Եվ սրանք անպայման պետք է փակցված լինի ժուրնալի էջերից մեկում, այն սյունակների, սա համարվում է խիմիչսկի տեստ, հա, այն տեստերը, որ գրած է, տեստի վրա պետք է փակցնել։ Գույնը փոխվում է, если что։ Նայեք, այստեղ նույնիսկ գրված է, թե քանի աստիճանի դեպքում քանի րոպե պետք է պահպանվի ստերիլիզացվող սարքի մեջ։ Այսպիսով օրը կիրակի է, արդեն ամսի 12-ն է եւ ռուսական եկեղեցական կալենդարով, ինչպես ասում են, իրենց զատիկն է սկսվում։ Շնորհավորում եմ բոլոր պրավասլավնի
եկեղեցուն ենթարկվող ազգերին եւ անցնում եմ առաջ։ Եկել եմ արդեն մանիկյուր պետք է անեմ, մի քիչ շուտ էի եկել, նստած մի բաժակ սուրճ խմեցի, մինչև որ մաստերը կգար մանիկյուր անեմ, որից հետո գնացի գործի աշխատելու եւ այդպես օրս շատ բարեխառներ, բայց բարեխառներ, քանի որ բոլոր գործերս հասցրեցի անեմ։ Հաճելի մթնոլորտում, հաճելի տարածքում նստած սուրճ խմեցի, որից հետո գնացի հաճելի մարդկանց հետ եղունգներս սարքեցի, որից հետո հանդիպեցի աղջկաս հետ ու միասին գնացինք իմ աշխատավայր, այնտեղ մի քիչ ինքը հետս մնաց, ես գործ արեցի ու հետո իրար հետ տուն վերադարձանք։ Կիրակին այդպես բավականին խառն է եղել իմ կյանքում, այդ իսկ պատճառով էլ իմ դեմքի խնամքի պրոցեդուրան թողնում եմ բոլոր այդ պրոցեդուրաները, որոնք ուզում էի կատարել եւ ձեզ ցույց տալ, թողնում եմ մյուս վլոգին, այսինքն այս վլոգը կլինի շարունակելի, կտեսնեք հաջորդ վլոգում ամբողջական այդ process-ը։ Այսօր այսքանը սիրելիներս, լավ եղեք, ուրախ եղեք, ձեզ ասում եմ բարի խաղաղ օրեր, շնորհակալություն եւ խնդրում եմ, եթե դժվար չէ, միանաք իմ էջին, գրանցվեք ու սեղմեք զանգակոճակին, լայքեք, մեկնաբանեք, որի համար ես ձեզանից անչափ շնորհակալ կլինեմ։ Առայժմ սիրելիներս։